Ողջույն ձեզի սիրելի ազգակիցներ, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ձեզ Փարիզի Սուրբ Դենիսի հրապարակեն եւ բազիլիկին թիմացեն։ Սուրբ Դենիս Փարիզի պաշտպան սուրբը կնկատվի։ Առաջին եպիսկոպոսը, որ քրիստոնեություն կարոզեց Փարիզի մեջ եւ նահատակվեցավ։ Սուրբ Դենիս նաև սիրելներ լատիներով կամ հունարենով Դիոնիսիոս անունն է։ Ինք ապրած է երրորդ դարում Հռոմի բաբին կողմէ գուղարկվի Փարիզ, որբեսի Ֆրանսայի մեջ, Փարիզի մեջ, ինչպես նաև Գերմանիա եւ Իսպանիա քարոզե քրիստոնեությունը։ Սուրբ Դենիս իր մեկ քահանային Ռուստիկայի եւ իր սարգսակին Էլեֆթեյի հետ միասին այստեղ գուքան եւ կսկսին քրիստոնեությունը քարոզել։ Երբ հեթանոս քահանաները գտեսնեն, որ քրիստոնյաներուն թիվը երթալեն ավելի կշատնա եւ մարդիկ հեթանոս շաստվածները գլքեն, անմիջապես այստեղի գարավարիչին կողմէ կովը գերտան գքանքադին եւ այստեղի գարավարչին կողմէ գծերպակալվի Սուրբ Դենիսը, փանդ կնետվի եւ ապա ինք եւ երկու իր օգնականները քահանան, ռուստիկան եւ նաեւ Էլեֆթեյան երկուքը միասին գքլխadvին այստեղեն ոչ շատ հեռու մոտավորապես 7 կիլոմետր հեռավորության վրա Սուրբ Մարտիրոսներու լեր գոչված վայրի մեջ Մոնմարտ շրջանը սիրելներ լատիներով Մոնտե Մարտիր, այսինքն Սուրբերու նահատակներու լեր այդ վայրի մեջ, ուր այսօր գտնվի Փարիզի Սակրե-Կոր Հիսուսի Սուրբ Սիրտ եկեղեցին։ Եվ իր կյանքի պատմությունը, ինչպես նաև ավանդությունը կսե, որ երբ Սուրբ Դենիսը գլխատվեցավ, ինք իր գլուխը շարգեց եւ այս ամբողջ շրջանը 7 կիլոմետր գլուխը շարգած եկավ այստեղ, ուր նախաբես երրորդ դարուն այստեղ փոքրիկ եկեղեցի մգարկետնի տակ եւ ամբողջ ճամփու ընթացքին մարդոց ապաշխարություն քարոզեց։ Եվ Սուրբ Դենիսը այստեղ ուրեմն իր մահկանացուն գնքեց։ Այս եկեղեցին սիրելիներ 1130 թվականին սկսած է սարքվել, սակայն այս եկեղեցին առաջ 4-րդ դարեն արդեն բզդիկ եկեղեցի մգար, ապա սիրելներ այս եկեղեցին պատմության ընթացքին ավելի մեծավ, ավելի բազիլիկի դարձավ եւ արդեն 5-րդ դարում այս Փարիզի նաև կամ Ֆրանսայի մեծ սուրբերեն Սրբուի Ժնևիևը իր օրով էր նաև այստեղ սկսավ բազիլիկ կազմվել, բազիլիկ եկեղեցի մայրդաջար կանգնել ի հիշադակ Սուրբ Դենիսի, որուն մասունքները իր քահանային եւ իր սարգսակի մասունքները այսօր մայր խորանին վրա գծուցադրվին։ Տեսեք սիրելիներ, սկանչելի եկեղեցի է։ 3 թուրեր է փաղկացած, մայր թուրը եւ երկու գողքի թրները։ 3 թրները փաղկացած է, որովհետեւ Սուրբ երրորդության խորհրդանիշով է եւ ներսնալ 3 նավակները, 3 ադյանները փաղկացած է։ Այս մեջտեղի ծաղիկ ժամացույցը որ կտեսնեք վիտրան ամենեն հին սիրելիներ այս ծևի ուրեմն ծաղիկ ապակին է եւ ասկե վերջը որ տարածվեցան եվրոպական մյուս բոլոր եկեղեցիներու մեջ։ Սկիզբը ռոմանական, ռոմանիսկական, հռոմեական կառույցի դպավորություն է, բայց ներսը սիրելներ ամբողջությամբ գոթիկ ճարտարապետությամբ է եւ առաջին գոթիկ եկեղեցին է, որ մեր հետ Եվրոպայի մեջ գոթական ծևը սկսավ։ Պիտի տեսնենք, երբ մոտենանք հիմա եկեղեցվո մայրմուտքին, մեջտեղի պատկերը սիրելներ քանդակները վերջին Թադաստանի քանդակն են, իսկ ծայրի երկու քանդակները թրներուն վրա ուրեմն Սուրբ Դենիսի կյանքեն արդված թրվակները։ Այստեղը զանգակատունն է, ինչպես կտեսնեք, երկրորդ ուրեմն
Զանգակագունն ալ եղած է, բայց դժբախտաբար երբ պատմության ընթացքին ինգավ եւ փշրվեցավ, հիմա անցյալ դարբներ սկսան նոր զանգակագունը դարձյալ վերականգնել։ Ասեմ սիրելներ, որ այս եկեղեցին նաեւ բազմաթիվ ֆրանսացի թագավորներու հանգստավայրն է։ Ավելի քան 40-42 թագավորներ այստեղ թաղված են այստեղ 60-ը ավելի թագուհիներ, թաղված են ազնվական դողմի զանազան ասպետներ, ասպետուհիներ, զանազան տեսակի ուրեմն ավականիի անձինք եւ նաեւ այստեղ թաղված է հայոց վերջին Գիլիգյան թագավորը Լևոն 5-րդ թագավորը։ Սիրելիներ, ներսը հսկա է։ Պատմության ընթացքին անշուշտ մեծված է եւ նույնիսկ ֆրանսական հեղափոխության ընթացքին վանդալիզմի ենթարկված է այս եկեղեցին։ Ներսը գտնվող շատ թագավորներու քերեզմանները չարթված են, անոնց թիմանկարով քանթակները չարթված են, անոնց ոսկորները այրված է, բայց սիրելիներ հետո դարձյալ վերակառուցված են։ Նույնիսկ Նապոլեոնը 1806 թվականին ինքը այս եկեղեցին ուզեց վերստին վերանորոգել, որովհետև այստեղը սիրելներ բազմաթիվ թագավորներ կային եւ ինչու համար թագավորներ այստեղ ուզեցին տաղվել, որ ինչպես ասի Սուրբ Դենիսը կհամարվի պաշտպան Սուրբը Ֆրանսայի եւ հետեւաբար բազմաթիվ թագավորներ ուզեցին սիրելիներ այստեղ Սուրբ Դենիսի թագաղին շուրջը իրենց թագաղները ունենալ։ Եկեք մոտենանք Մայրթուրին, վերևը գտեսնեք սիրելիներ թագավորներու քանթակներ, բարձրաքանթակներ, ժամացույցին 4 կողմը գտեսնեք 4 ավետարանիչներու խորհրդանիշները, առաջինը գտեսնենք արձիվը Սուրբ Հովհաննես ավետարանիչի խորհրդանիշն է, ապա Մարտագերբ հրեշտակը սիրելիներ խորհրդանիշ է Մատթեոս ավետարանիչին, ապա Եզը խորհրդանիշ է Ղուգաս ավետարանիչին եւ 4-րդը Արյուծը խորհրդանիշ է Մարգոս ավետարանիչին։ Իսկ վերը Սուրբ Դենիսի արձանը գտեսնեք ամենաբարձր վայրը։ Սիրելիներ, ահավասիկասիկը արևմտյան ուրեմն ճակատն է։ Եկեք վերեն սկսենք ամենեն վերը աղավնին գտեսնեք Սուրբ Հոգիի խորհրդանիշ, ապա ճիշտ աղավնին ներքևը Հայր Աստուծո քանթակը խորհրդանիշ է Հայր Աստվածը եւ Աստուծո սրտին մեջ Քարն Աստուծոն, այսինքն Հիսուս Քրիստոսը, ավ Սուրբ Երրորդության ներկայությունը եւ գտեսնեք Սուրբ Երրորդության գողքին կգտնվին սիրելիներ հրեշտակներ մարդկային թիմակիցով, որոնք զանազան երաշտական գործիքներ բռնած են, որտեղ երկնքի մեջ դավիղով, քնարով, բոլորնալ ուրեմն գերքեն Աստուծո անունը կփարապանեն, ինչպես նաեւ 24 երեցներն են, որոնք Աստուծո շուրջը ամբողջությամբ սիրելիներ կտեսնեք, որ շրջապատված են, մեջտեղի երկու հրեշտակներ կան, որոնք փուրվարը ցերքին Սուրբ Երրորդության խնգարգություն կկատարեն, ահավասիկ Սուրբ Երրորդության խնգարգություն կկատարեն հրեշտակները, ապա սիրելիներ ներքևը Հիսուս Քրիստոսն է եւ Հիսուս Քրիստոսի աջ կողմը, այս կողմը աջ կողմն է, որտեղ Հիսուսի աջ կողմը գտեսնեք սիրելիներ, ուրեմն բոլոր անոնք, որոնք արդար են եւ Քրիստոսի որ գնձային հրեշտակները, իսկ ցախ կողմը գխորտանշեն սիրելիներ մեղավորները, որոնք չար ոգիները, դեսեք զրեն կբռնեն եւ թժող կուղարկվին։ Այս քանթակը 1859 թվականին իր ավարտը ունեցավ։ Եվ մեջտեղը սիրելիներ վերջին Թադաստանի խորհրդանիշն է։ Ահա Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխու մեջ կգարտանք 32-րդ համարեն սկսյալ, թե
Հիսուս ինչպես սիրելիներ պիտի իր աչին եւ ցախին կանգնեցնե մեղավորները եւ ուրեմն ամերները մեղավորները ասոնք են սիրելիներ իր ցախին եւ լադիներենով գրված է սիրելիներ դիշեդիթե ame maledicti այսինքն հերացեք ինձ մետուկ չարիք գործողներ իսկ մյուս կողմը աչ կողմը լադիներենով գրված է venite benedicti patris mei եկեք ինձի հորս օրհնյալներ եւ տեսեք այս կողմը սիրելիներ հետեւաբար գտեսնենք արտարները որոնք հավիտենական կյանքը կժարանքեն իսկ մյուս կողմը մեղավորները որոնք դժոխք կերտան իսկ եկեք սիրելիներ այստեղը Հիսուսի կյանքի վերջին ուրեմն դրվագներեն առնված բացություններով այս թուրը քանդակված է Հիսուսի ցերպակալությունը Գեթսեմանի բարդեզի մեջ տեսեք հութան Հիսուսը համբուրելով գմատնե ապա ներքևը Հիսուս Բիղադոսին թիմած կանգնած եւ գտադվի ներքևը սիրելիներ Հիսուսի խաչի շարգած կողքոտակը բարձրանա Հիսուսի խաչելությունը ապա գողքին կանգնած Մայրիկ Աստվածածին եւ Հովանես Ավետարանիչը այստեղը սիրելիներ Հիսուս քերեզման գտրվի վերևը Հիսուսի հարությունը եւ որ ռոմեացի զինվորները կեդին գինան վերևը սիրելիներ եւ որ Հիսուս Էմաուս կերտա երկու ճամփորդերուն հետ եւ ինքզին կհայտնե հացը գդրելով վերջապես իր աշակերտներուն թիմած Հիսուս երկին կհամբարնա իսկ այստեղ հաջորդ թուրը Հյուսիսային թուրը սիրելիներ Սուրբ Դենիսի եւ իր քահանա ուրեմն Ռուստիկի ինչպես նաեւ իր սարգսակ Էլեֆթիեի ցերպակալությունն է այստեղը նայեցեք շղթաներով ուրեմն գցերպակալվին եւ մահվան գմատնվին գլուխը գգդրեն Սուրբ ուրեմն Դենիսի եւ Սուրբ Դենիսը սիրելեր իր գլուխը շարգած ինչպեսի մոմմախտեն այստեղ գուկա մոմմախտը հետո տրվեցավ այդ անունը որ կնշանակե նահատակներու լեր այս եւ երբ որ սիրելներ նահատակվեցան գսվի որ ուրեմն գինը բարեբաշտ քրիստոնյա գինը ինքն է որ անոնց մասունքները վերցուց եւ թաղեց այս վայրի մեջ ուր որ եկեղեցին սարքված է ամբողջությամբ Սուրբ ուրեմն Դենիսի կյանքեն արդված դրվագներն այստեղը իջնի այս վերևը սիրելիներ տեսեք ցերկը երբ որ փանալիմը տեսնեք Սուրբիմը եկեղեցին այո այստեղ Սուրբ Պետրոս Արաքյալն է գողքին Սուրբ Բողոս Արաքյալը եկեք այստեղ այստեղը Սուրբ Մաթիասն է Մադաթյան եւ որ հութային դերը ընդրվեցավ որպես 13-րդ Արաքյալ եւ վերջապես Սուրբ Բարնաբասը որ Բողոս Արաքյալի հետ միասին ուրեմն սիրելներ քարոզության կրած եւ այսալ Սուրբ Դենիսի նվիրված մայրթուրն է իր կյանքեն առնված դրվագով այժմ սիրելներ եկեղեցի պիտի մտնենք եւ եկեղեցով վիթխարի գառույցը պիտի տեսնենք արդեն ամբողջ բարձրականդակներով Եկեք սիրելներ նախ հայրմերս ենք ամենքս
օրտնյալ դեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, հայր մեր, որ հերգինս ես սուրբ երիցյանուն քո, եկեսի արկայություն քո, երինցին կամ քո, որպես հերգինս է բեգրի, զհաց մեր հանապազորդ լուր մեզ այսօր, և թող մեզս մարդիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարդաբանած, և մի դանիրս մեզի փորձություն, այդ բրգյազ մեզի չարեն, զիգոյի արկայություն և զորություն և պարկ, հավիդյանս հավիդենից ամեն, իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, սպարիս խորել և խոսել և կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորորդոց, իպանից և իքործոց բրգյազիս, և ողորմյա քո առածոց և ինձ բազմամեղիս ամեն, գհավադանք ամենասուրբ երորդության, օրը, որդին և սուրբ ոգին, գհավադանք կապրիելի ծերամբ ավեդումին, Քրիստոսի ծնունդին, մգրդության, չարչարանքներուն, խաչելության, երեքորյա թաղումին, հարության, աստվածաբես համբարնալուն և հոր աչագողմը նստելուն, և ահեղ ու փառավոր երկրորդ կալուստին, գնդունինք և գհավադանք, ամեն։ Սիրելներ, այս եկեղեցին ամբողջությամբ տեսեք որքան բարձր եկեղեցի է և որքան մեծ կառույց, ամբողջ աբագիները վիտրաներ են, հաղճաբագիներ են սկսյալ ետևի մասեն, ուր սիրելներ և ավետարանական ուրեմն բաղություններ են Հիսուսի կյանքին արդված, հատկապես մայր խորանին ետևինները, նաև Սուրբ Դենիսի կյանք են արդված դրվագներ, ինչպես կտեսնեք այստեղ մգրդարանն է և Հովհաննես Մկրտիչ Հիսուսը կմգրդե վիտրային վրա տեսեք սիրելներ մոտենալ և Սուրբ Դենիսի կյանք են արդված և նաև թագավորներու պատկերներ։ Ասիկ կտեսնեք սկանչելի կառույց։ Այս սիրելներ մգրդության ավազանն է։ Տեսնեք գոթիկ, գոթական ուրեմն ոճով սարքված եկեղեցվո գլխավոր նավն է և առավել երկու նավեր կողմերը կան սիրելներ, այստեղ են զանազան մադուրներ կան, ուր աղոթներ կկատարեն մարդիկ, այստեղ դեր Հիսուս Քրիստոսի մարմին և արյունը կբահվի, այսինքն նշխարքը կբահվի այստեղ սիրելներ։ Այստեղ է որ կբահվի ամեն օր և երբ որ մոմ վառած կա կնշանակե որ միշտ նշխար կա այստեղ սիրելներ։ Տեսեք ավետումն է, Աստվածամոր ավետման պատկերը, գողքը Մայրիկ Աստվածածին և Եղիսաբեթ իրարու կհանդիպին, այցելությունն է Աստվածամոր Եղիսաբեթի, Հիսուսի ծնունդը սիրելներ, հովիվներու այցը, այստեղ մոքերու այցը, Հայր Հովսեփը, Սուրբ Մարիամը և Հիսուսը գարնի և Եգիպտոս կփախչին, մանուկներու չարթը, Պետրեհեմի մանուկներու չարթը և ուրեմն Աստվածամոր ննչումը։ Այստեղ սիրելներ զանազան թագավորներու ուրեմն բարձրաքանդակները կգտնվեն, ինչպես նաև ետևի կողմը։ Աստվածամոր նվիրված մադուր է այս մեկը,
խնգի ծառի նման ես, բդուղ դու քաղցրահամ ես, բարի բդուղ բերյալ ես, Աստվածածին մեղակ ես, ով մայրիկ Աստվածածին բարեխոս է մեր բոլորի համար, քու որդին մոտ մեր փրջին, որպեսզի խաղաղեցնե մեր հոգիները, բժշկե մեր հոգի ցավերը եւ օրհնե մեր ազգը, մեր հայրենիքը, մեր եկեղեցին, մեր pedagogiությունը, մեր հայրասպանները, քերեվարված սավակները դու վերակառնամ եւ նաեւ մխիթարություն ու զորություն լանահատակ սավակներու ծնողներու եւ իրենց ընտանիքներու։ Սիրելիներ, ձեր բոլորի անունով նաև ում գվարենք, որպեսզի ձեր բոլորի աղոթները, որ խնդրած եք, բոլոր անոնք, որոնք աղոթ խնդրած են, ձեր բոլորի աղոթները դիրոջքով ընդունելի խունգի նման ընդունվին եւ ձեր բոլորի աղոթներուն պատասխանները ստանաք։ Սի խոստովանանքի սենյակն է, ուր որ կաթոլիկներ իրենց մեղքերը խոստովանում։ Այստեղը սիրելիներ կգտնվին գրոնական ուրեմն եկեղեցական ըսկեսներ, ինչպես նաև թագավորական սուրեր եւ ձիրանիներ։ Ահավասիկիմացը քահանայական ըսկեսներ են, որոնք սուրբ բادرակի ընթացքին կկործածվին, ասոնք ուրարներ են, փորուրարներ են, որ գրոնավորը իր ուսերուն գարնես սիրելիներ, սուբսագիհի ծածկոց, տեսեք այստեղը թագավորական ուրեմն ձիրանի է, ինչ հզոր սկեստմն է, լուի թագավորի ուրեմն լուի կաներով 18-րդ Լուի 18-րդ թագավորի ըսկեսն է սիրելիներ ամբողջությամբ եւ դրեցեք թագավորական սուրերը ասպետներու ըսկեսներ են այստեղ ալ գտնեք ասպետներու իրենց ըսկեսները և գրունավորներու բادرակի ըսկեսներ։ Տեսեք սիրելիներ, վերը ամբողջությամբ թագավորներու Ֆրանսիայի թագավորներու հաղճապագիներն են, ամբողջությամբ։ Անշուշտ գմոդենանք հիմա մայր գետրոնը, բայց տեսեք սիրելիներ, ամբողջ եկեղեցին եւ յետևը պիտի տեսնեք փայփ օրգանը, հռչակավոր օրգանը 1700 թվականի աշխարհի ամենեն հին կամ նաեւ ամենահզոր փայփ օրգանները մեկն է։ Եկեղեցին ամբողջությամբ տեսեք սկանչելի գերբով գերդված թագավորներու ամբողջ վիտրաներով, հաղճավագիներով, այստեղ երջախումբը գնստեր սիրելիներ, այստեղ օրգանն է և այստեղ են ուրեմն երջախումբը գնստի և երջախումբը գերքեր և թիմացը մայր խորանն է, իսկ ամենեն ետևը հիմա գպարցրանանք, ուր սուրպերուն մասունքները դահված են, ուրեմն ամփոփված են այդտեղ են, երթանք հիմա քերեզմանները, թագավորներու քերեզմանները տեսնելու Ահա սիրելիներ, տեսնեք, դեպի թագավորներու քերեզմաններն է, որ կայցելենք։ Ինչպես ասի, այստեղ կգտնվին ավելի քան 40-42 թագավորներ Ֆրանսիայի,
այստեղը թուքս, Օրլիանս թուքսի ուրեմն թամփարանն է սիրելներ 16-րդ դարին տեսեք բարձրականդակներ ամբողջությամբ իրենց կյանքի պատմություններով զանազան թագավորներու թամփարաններն են իրենց խորհրդանիշներով Երբ որ գտեսնեք խավազան սիրելներ իրենց սերքին մեջ եւ ծերնոց արդեն գխորհրդանշեն որ իրենք թագավոր են Տեսեք սիրելներ թամփարանը ինչ Բարձաբանած թամփարան եղած է թագավորներու, ինչպես ասի թագավորներ ուզած են Սուրբ Դենիսի շուրջը թաղվել, ադոր համար է որ եկեղեցին երթալեն ավելի մեծած է եւ թագավորներ սկսյալ սիրելներ 5-րդ դարեն յետ եւ հատկապես 10 մինչեւ 18-րդ դարու թագավորներ, իշխաններ, ասպետներ այստեղ թաղված են եւ թագուհիներ Այսօր այս Թեև բազիլիկը կոչվի, բայց ափայանոց է, բի է այստեղը, այս եկեղեցին Սուրբ Դենիսի ափայանոցն է։ Այժմ պիտի իջնենք սիրելներ այս եկեղեցու կրիպտը, ուր որ Սուրբ ուրեմն Դենիսի եւ իր հետ եղողներու ուրեմն քերեզմանը եղած է եւ ապա այստեղ է որ թաղված են բազմաթիվ թագավորներ Ահա այստեղ ամենեն հին բաժին է արդեն 4-րդ դարեն սկսյալ եկեղեցու մնացորդներն են այստեղ Եկեղեցին նախ այս եղած է այս բարի մասը, որ Ժնևիև սրբուհին, Ֆրանսայի երկրորդ մեծ պաշտպան սրբուհին կհամարվի, Ֆրանսայի մեծ սիրելներ Սուրբ Դենիսը, սրբուհի Ժնևիևը, Ժան d'Arc-ը եւ Լուի 9-րդ թագավորը կհամարվին Ֆրանսայի պաշտպան սուրբերը, մեծ սուրբերը Տեսեք դեպի վերև բարձրացող եկեղեցու մասերն են Շարլզ թագավորի ուրեմն քերեզմանն է Նապոլեոնը նաև այստեղ ուզեց իրեն համար թագավ պատրաստել, բայց այդպես ալ այստեղ չթաղվեցավ Տեսեք, Լուի 17-րդ Roi de France, Ֆրանսայի 17-րդ թագավորն է, Լուի 17-րդ թագավորը։ Տեսեք կառույցը Վերջին թագավորն է, որում սիրտը այստեղ փոխադրվեցավ, սիրելներ եւ այստեղ թաղվեցավ, Լուի 18-րդն է։ Այդտեղ նաեւ Մարի Անտուանետի ուրեմն քերեզմանը կա, վերնալ պիտի տեսնենք իր թամփարանը նաեւ։ Սա ինչ խորհրդավոր վայր է, այստեղ եղած է հին եկեղեցին 4-րդ դարին սկսյալ։
Սիրելիներ, ինչպես ասի արդեն, որ դժբախտաբար Ֆրանսիայի հեղափոխության ժամանակ 1789 թվականին, երբ Ֆրանսիայի հեղափոխություն եղավ, աթեիզմը զորացավ եւ շատ քերեզմաններ գդրվեցան, փշրվեցան, անոնց ոսկորները հանվեցան եւ այստեղը դերմը հետո ամփոփեցին բոլոր ուրեմն թագավորներու մասունքները։ Դիմացը Դեր Հիսուս Քրիստոսի խոսքը ֆրանսերենով գրված է, որ առնված Հովանու ավետարանի 13-րդ գլխի 24-րդ համարեն, որ Հիսուս կսե, եթե ծորենի հադիկը ինք հողի մեջ չինա ու չմեռնի, առանցին հադիկ կմնա, բայց եթե հողի մեջ մեռնի, բազմաթիվ արդյունքներ կտա։ Սիրելիներ, գարժե այստեղը հոգեանքիստի աղոթք բանել։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն Հիվերին Երուսաղեմ իբնագարա նսրեշտագացուր Հոգվոց նանկուցելոց Քրիստոս Աստված, առհանքիս եւ ողորմություն եւ մեզ մեղավորացս շնորհի աստողություն հանցնած։ Դեր ողորմիա, դեր ողորմիա, դեր ողորմիա, Քրիստոս, որդի Աստուծո անոխագալ եւ բարեկուտ, կտակ ու առաջական սիրովդ իհոգիս հանկուցյալ ծառայից կոց, հիշյա հավուտ մեծիկալստյան արքայության կո, առարժանի ողորմության, քավության եւ տողության մեղած, տասավորյալ բայց զարացուն սուպս կո հաճագոման տասում, Զիտու եստեղ և արարիչ ամենեցուն, թադավոր գենթանյաց եմերելոց, և կեզ վայլ է պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ, և ավիտյանը սավիլենից, ամեն։ Աստված ոգիները լուսավոր է բոլոր ննչեցյալներուն, Սիրելիներ, այս քարը Սուրբ Դենիսի ամենահին եկեղեցիներեն մեկը 775-ին վերակառուցված եկեղեցվոք 5 քարերեն մեկն է։ Հարսանանք վերը թագավորներու սիրելիներ թամփարանները տեսնելու եւ այցելենք նաեւ հայոց վերջին թագավորի եկեղեցման Նախ ասեմ, որ երբ որ ոսկորները հավաքվեցան սիրելիներ, երբ որ հեղափոխություն եղավ, ինչպես ասի ոսկորները հավաքվեցան, այստեղ ամփոփվեցին այս երկու բաներու մեջ ամփոփեցին թագավորներու, թագուհիներու եւ նույնիսկ մանուկներու մասունքները սիրելիներ, իրենց նշխանները Տեսեք այստեղ գտնվին այդ թագավորներու անունները, որոնց ոսկորները այստեղ հանգչած են, նաև այստեղ գտնվին այս կողմը։
Հավասիկ այստեղ են գսկսին սիրելներ թակուհիներու եւ նաեւ թակավորներու համբարանները նույնիսկ մանուկներու իշխանուհիներու ամբողջությամբ պետք է ասել որ ամենամեծ եկեղեցին է ուր որ բազմաթիվ թագավորներ ու թագուհիներ թաղված են Լուդովիկոս 13-րդ թագավորը այստեղ թաղված է ամեն մեկ թագավոր իր կյանքի պատմություն ունի անշուշտ որքան գրծած են Սուրբ Դենիսի մոտ սիրելիներ ուզած են թաղվել այժմ մենք պարսանանք դեպի Լևոն թագավորի թամբարանը դեսեք սիրելիներ այստեղ Հիսուսի մգրդությունը որքան քեղեցիկ քանդակ է սկանչելի այստեղը թասն է ուր որ գրոնավորները գնստին եւ բادرակի սեղանը որուն ներքևը նաեւ Սուրբ Դենիսի մասունքները կգտնվին Իդալացի Մեդիչի ընտանիքի անդամներ են Քաթերին եւ Հենրի թագավորին թամբարանները Հիսուս եւ իր 12 առաքյալներու քանդակներն են դեսեք սկանչելի քանդակներ Վերևը վիտրաները սիրելներ Հիսուսի կյանքին արտնված սկանչելի պատկերներ եւ նաեւ Սուրբ Դենիսի կյանքի պատմությունը Ահավասիկ հայոց Լևոն 6-րդ Լուսինյան թագավորը սիրելներ, որ ծնած է 1342-ին եւ 1393 թվականին մահացել է 51 տարեկան հասակին։ Այսօր իր թամբարանն Սիրելներ, իր ցերքի խավազանը գդրած են, բայց եւ ցերքնալ գտեսնեք, որ նաեւ ծերնոց կա, եւ որ ծերնոց կա կնշանակե, որ թագավոր է։ Ես այժմ ցեզի երկու բառով քանի մվարգամ պատմեմ սիրելներ շատ կարևոր պատմությունը թե ինչպես եղավ որ Լևոն թագավորի թամբարանը այստեղ հասավ պատմությունը սիրելներ եւ բացատրեմ ցեզի Լուսինյան թագավորներու մասին ինչ կապ ունեին երբ որ խաչագիրները Եվրոպայեն կացին Երուսաղեմ ազատագրելու համար Երուսաղեմը իսլամներու ցերկեն Այդ ժամանակ սիրելներ Գիլիգիային անցան եւ Գիլիգիան հայոց թագավորություն էր Գիլիգիան Հայ թագավորները սկսան գաբի մեջ ըլլալ այստեղին Եվրոպային կացող ասպետներու հետ եւ նույնիսկ ամուսնանալ անոնց հետ Հետևաբար սկսավ հարաբերությունը Գիլիգիո թագավորներուն, իշխաններուն եւ նաեւ Եվրոպայի իշխաններուն ու թագավորներուն միջեւ Ինչ պատահեցավ
Դժբախտաբար խաչագիրները հաջողություն չունեցան, երբեմն հաջողեցան անշուշտ, բայց քարուքանտրին երբեմն սիրելիներ դժբախտաբար այն երկիրները որ կացին այնտեղ սկսան լադինացում կատարել եւ մեր ժողովրդի զավակները, թագավորները, երբ որ տեսան որ թշնամիներուն կողմեն, արաբ սուլտաններուն կողմեն հարցակումներ ունենալ, սկսան սիրելիներ իրենց գաբը ավելի ամրապնդել եվրոպացի ուրեմն թագավորներուն հետ, որբեսի օգնություն, ռազմական օգնություն ստանային Եվրոպայեն, ինչ որ դժբախտաբար այսօր ալ նույնն է բարական կարծեք բաղությունը կգրտնվի։ Ունիտորներ մեջտեղ ելան, ունիտոր կնշանակե լադիներենով միացնող, ունիտոր եղբայրները ունիտորական շարժումը մեջտեղ ելավ, ունիտորական շարժումը սիրելներ կաթոլիկյան շարժումն էր, որ ուզեցին հայ ժողովուրդը, ասորիներ, ղբդիներ, արևելքի մեջ գտնվող զանազան խումբեր բաբին միացնել, որպեսզի բաբին քերակահությունը ընդունին, լադինական ծեսեր կատարեն, որպեսզի բաբը իրենց օգնության հասնի։ Այդ ժամանակ նույնիսկ Սիսի մեջ 1307 թվականին, Ադանայի մեջ 1318 թվականին ժողովներ եղան եւ հայ ժողովրդի ղեկավարները ասին որ մենք կմիանանք բաբին այն մտահոգությամբ որ բաբը իրենց օգնություն պիտի ուղարկեր։ Նույնիսկ սիրելիներ Լուսինյան ուրեմն թագավորության մասին երկու բառով ասեմ ցեզի, երբ որ ուրեմն Գույդոս անունով մարդը Երուսաղեմի մեջը լադին ասպետը ուրեմն ցերպակալվեցավ, ապա զդակրվեցավ եւ ապա սիրելիներ անգլիացիներուն, ֆրանսացիներուն կողմէ Գիբրոսի թագավոր հռչակվեցավ եւ գաբերը սկսավ ունենալ Գիլիգիո թագավորներուն հետ, սկսան իրարու հետ խառն ամուսնական ամուսնություններ կնքել եւ այդ ժամանակ ուրեմն Լուսինյան թագավորությունը երկու մաս ունեցավ։ Գիբրոսի մեջ Լուսինյան թագավորները եւ Գիլիգիայի մեջ Լուսինյան թագավորները։ Եվ այդ ժամանակ սիրելիներ սկսան այդ խառն ամուսնության պատճառով, երբ որ իրարու գանայք գարնեին գուդային, լադինա մդությունը, լադինա մոլությունը զարգանալ հայոց մեջ։ Բայց անոնց դիմաց եկան անմիջապես արևելյան մեր վարդապետները, Դաթևի վանքի գրոնավորները, Քլացորի վանքի մեր գրոնավորները եւ սկսան թեմ տնել հայոց մեջ այս ունիտորական շարժումին։ Հովանես Քրտենավոր անունով գրոնավորը աստվածածնա եկեղեցու մեջ ուրեմն սկսավ սիրելներ լադինական ծեսեր կատարել եւ լադինիզմը սկսավ հայոց մեջ զորանալ։ Նույնիսկ թագավորներ եղան, որոնք ուղղակի կաթոլիկացած, լադինացած դարձան եւ բաբի քերակահությունը ընդունեցին եւ նույնիսկ սիրելներ հալածանք սկսավ հայը հայուն թեմ։ Այդ ժամանակ Զաբել անունով ուրեմն թագուհին ինքը Գիլիգիային փախավ Գիբրոս, զավակները այդտեղ դարա, որովհետեւ հալածված էր ինքը լադինամիդ էր։ Վերջը իր զավակները եկան եւ թագավոր եղան, մեկը Կոստանտինը սպանվեցավ, ապա Լևոն 5-րդ, այստեղ 5-րդ կսվի, բայց պատմության մեջ նաև Լևոն 6-րդ կոչվի սիրելներ։ Լևոն 6-րդը թագավոր եղավ 1374 թվականի սեպտեմբեր 14-ին։ Սակայն իր թագավորությունը երկար չտևեց, որտեղ հաջորդ տարին 1375 թվականի դեկտեմբեր 5-ին Եգիպտոսի սուլտանը հարձակեցավ, բաշարեց Հայաստանը եւ 3 ամիս շարունակ մինչև ապրիլ 13-ը շրջապատած պայեց Հայաստանը եւ թագավորը եւ իր հետ եղողները ամբողջությամբ անոթի արդեն երաշտը մեջտեղ կուքա ոչ մեկ ուդելիք չեն նար այլևս ինքզին կհանցնե եւ հայոց վերջին թագավորը Լևոնը գքերեվարվի իր ընտանիքին հետ միասին գաթոլիկոսին հետ միասին մինչև Եգիպտոս Հալեբի ուրեմն ամիրան խալիֆան խոստանա սիրելիներ, որ իր կյանքը պիտի երաշխավորվի, սակայն փանդարգված կմնա մինչև 1383 թվականը։ Ատկեվերջ Իսպանիայի թագավորը Հուան առաջինը իր միջնորդությամբ Լևոն թագավորը կբերե Իսպանիա, ապա գուկա եւ Իսպանիայի մեջ Մադրիդ քաղաքը եւ գարմը քաղաքներ իր թագավորության կհանցնե, իր իշխանության կհանցնե,
Աբա սիրելներ Լևոն Թագավորը գուկա Ֆրանսա եւ Ֆրանսայի մեջ Դեուազ շրջանի մեջը բալադի մեջ կմնա եւ 1393 թվականին իր կյանքը եւ որ գավարդի, քանի որ ֆրանսական իր գաբերը շատ զորավոր էին, քանի որ ինքը մեկոմեն լադինացած էր սիրելներ, զին կտաղեն այս եկեղեցու մեջ։ Ահա ընդհանուր գերբով պատմությունը թե ինչպես եղավ որ հայոց թագավորը այստեղ եկավ։ Իր խորհրդանիշ առույցներն են սիրելիներ, ինչպես կտեսնեք, եւ ասեմ որ ունիտորական շարժումը պատմության ընթացքին հաջողեցավ զանազան ուրեմն զանազան ասկերու մեջ են միացնել կաթոլիկության, ինչպես մարոնիտները, ինչպես մելքիտները, ինչպես քաղտեացիները, քալդանները, ինչպես սիրելիներ, ասորիները, նույնպես 1642 թվականին հայ կաթոլիկե համայնքը կազմվեցավ Արձիվյան ուրեմն Քերաբայձարի կողմէ կաթոլիկոս առաջին կաթոլիկոս եղավ հայ կաթոլիկ 1742 թվականին։ Ատկևերջ ունիտորական շարժումը արդեն իսկ գործանեցավ ասեմ, մարեցավ, որովհետև ալ պետք չկար, որովհետև արդեն հայ կաթոլիկե քաղուտը հիմնված էր։ Եկեք այստեղ սիրելիներ Մարի Անտուանետին նաև համբարան ցույց տամ ցեզի։ Լուիս 16-րդ թագավորն է այս մեկը եւ Մարի Անտուանետը 1793 թվականին սիրելներ վախճանած ձունկի եկած են խորանի դիմաց այստեղ խորան եղած է տեսեք Հիսուսի կյանքի դրվագներով Դարձյալ Հիսուսի ցերպակալությունն է, հութան ուրեմն սիրելներ գամփուր է Հիսուսը, գողքին Հիսուսի չարչարանքը, տեսեք սյունի կապված է Հիսուս եւ իրեն մդրակով գծեցեն, մդրակները նայեցեք, գողքին Հիսուս խաչը շարգած Կողգոթա բարձրանա եւ Երուսաղեմի գիները շրջապատված են Հիսուսի, Հիսուս հարություն գարնե, տեսեք հրեշտակը հավասիկ եւ գողքին Հիսուսի հարությունը գվագայ է, ապա Հիսուս եւ Մարիամ Մագդալենացին Հիսուսը գարձե որ վարդիզման է եւ վերջապես սիրելներ Հիսուս հավասիկ իր աշակերտներուն հետ կտեսնի։ Մայրիկ Աստվածածին Հիսուս եւ Սուրբ Հոգին Հայր Աստվածն ողքին Դպրոցական աշակերտները էքսկուրսիայի եկած են այստեղ բազմաթիվ աշակերտներ կան զանազան սիրելներ ուրեմն մադուրներ են, խորաններ են, սեղաններ են, որոնց վրա սուբադրակն է անհայտ իշխանուհիմը թամփարանն է այս մեկը Աստվածամոր ուրեմն քանթագը եւ նաեւ Աստվածամոր կյանքի բաղուտենեն սիրելներ տեսեք Հիսուսի ծնունդը ներքևը գողքին ուրեմն Աստվածամայրը տեսեք Հիսուսը արդեն ախորի մեջն է եզը եւ էշը Հիսուսի մսունը գտակցին են, հայրով սեպը, ողքին, ապա մոքերը սիրելներ իրենց նվերներ գպեր են, դեսնեք, վերջը մանուկներու չարդը, և Եգիպտոս փախուստը։ Այժմ սիրելներ սուրբերու մասումներուն թիմաց կուկամ ուզեմ ձեզի պերել, այստեղը սուրբ ուրեմն
ռուստիկա քահանային ոսկու մասունքները կան։ Մեջտեղը Սուրբ Դենիսի մասունքներն են, սիրելիներ։ Գողքին Սուրբ Ռուստիկայինը եւ այս մյուս գողքինը Սուրբ Էլեֆթերեի մասունքները, Սարգսակ Էլեֆթերեի մասունքները։ Ով Սուրբ Դենիս, Սուրբ Ռուստիկ եւ Սուրբ Էլեֆթերե հավատքով ծեր դիմաց եկած ծեր բարեխոսությունը կխնդրենք համայն աշխարհի քրիստոնյաներուն համար, որբեսի ծեր ցուցաբերած հավատքի քաջությամբ իրենք ալ հավատքի քաջություն ունենան եւ այս աշխարհի մեղքերեն հեռու մնան եւ կարողանան իսկապես Հիսուսը ապրիլ իրենց կյանքի մեջ ոչ թե խոսքով, այլ գործով։ Բարեխոսեցեք մեզի համար, որ մենք ալ կարողանանք կյանքի օրինակով ուրիշներուն լույս եւ աղը լալ, ինչպես դուք եղաք, հավատքի մեջ ամրություն տվեք մեզի, ծեր օրինակով մենք ալ կարողանանք թեմ տնել չարին, այս աշխարհին եւ ցեզ նման հավդենական կյանքին արժան ելանք, սուրբերուդ հետ տասվելով, աղաչեցեք բոլորիս Տիրոջ դիմաց, Հիսուս Քրիստոսի դիմաց, բոլոր քրիստոնյա մարդոց հավատքի ամրապնդման համար եւ ինչպես տուն Սուրբ Դենիս ապաշխարություն կարոզեցիր նույնիսկ եւ գլուխդ գլխադեցին քեզ, նույնպես ալ մենք ապաշխարենք եւ նույնիսկ աշխարհի մեջ շատեր ապաշխարությամբ Տիրոջ դառնան, ամենքը լսեն Քրիստոսի ավետարանը եւ Քրիստոսի դառնալով հավիտենական կյանքը ժառանգեն։ Տիրոջ անունով կխնդրենք այս բոլորը։ Ամեն։ Թագավոր երկնավոր զգեղեցի քո անշարժ բայա եւ զերգրբակուս անվանդ կումբայա իխաղաղու Բահաբան ամենայնի Քրիստոս աչք հովանի լիցի վերամեր իդևե եւ իքշերի ինստիլիդան իգնալի ճանաբար ինընչել եւ յարներ զիմի երբեք սասնեսուկ եւ օրնյա քարածոց եւ ինձ եւ մեզ հազմամեղիս եւ հազմամեղացս ամեն ահավասիկ սիրելիներ սկանչելի այս եկեղեցին Սուրբ Դենիս բազիլիկան կամ Ապայանոցը Փարիզի հյուսիսային արվարձաններու մեջ Փարքեզ Աստված, փարքեզ հաղաքս ամենայնի դեր փարքեզ Օրհնյալ եղեք սիրելներ, երբ այցելեք Փարիզ, անպայմանորեն այս եկեղեցին այցելեցեք։ Հիսուսի օրհնանքին տակ մնաք հավերժ։ Խաղաղություն ամենեցուն։ Օրհնյալ եղեք։